Պարոն Կասպարի, ինչ եք ներկայացնում այսօր Armenia Expo 2016-16-րդ միջազգային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսին։ Մենք ուրեմն ընդհանրապես ներկայացնում ենք էլեկտրական եւ ավտոմատիկայի սարքավորումներ, սրանք ուրեմն մոտ 30 եւ ավելի ֆիզիկական պարամետրեր չափող եւ ղեկավարող եւ մոնիթորինգի ենթարկող սարքավորումներ են, ասենք ջերմություն, խոնավություն, ճնշում, երկարություն, տարբեր բաներ, որոնք արդյունաբերության մեջ օգտագործվում են, հեկեր, ես չգիտեմ, թեկուզ արտադրություն, սննդի, կաթ, միս եւ այլն, այսպես ասած սպառման ոլորտները տարբեր են եւ մենք էլ ուրեմն դրա չափումներ եւ ղեկավարումն ենք իրականացնում։ Պարոն Կասպարի, վիճակագրության համաձայն վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանում 15000 փոքր եւ միջին ձեռնարկություն է փակվել։ Առհասարակ Հայաստանում ինչպիսի խաղի կանոններ են եւ կայանալը որքանով է հնարավոր։ Ուրեմն ես ձեզ ասեմ, որ ընդհանուր վիճակը իրոք այդպես է, այսինքն մեզ համար, որպես տնտեսվարող, գոյատևելը նպատակ է, որովհետև, ինչպես դուք ասում եք, ամեն տարի մի քանի հազար տնտեսվարողներ դադարեցնում են իրենց աշխատանքը, սա իր հերթին, ուրեմն դրանից բացի խաղի կանոնները ցավալիորեն շատ վատ են։ Ես ձեզ ուզում եմ օրինակ մի բան ասել, ես մի հատ մեծ դժվարությամբ կլիենտ ուրեմն բան արեցի, բացի Հայաստանից, Վրաստանում ուրեմն, նույնպես սարքավորումներ, ես կարող էի դա ուղղակիորեն ներկրել միանգամից Վրաստան, բայց հետագա զարգացման նպատակների համար ներկրեցի Հայաստան եւ Հայաստանից արտահանեցի Վրաստան։ Եվ դրա համար այնքան բարդություններ առաջացրեցին, որ ես ուրեմն կարող եմ ասեմ ընդամենը մի 2-3 հազար դոլար ապրանքի համար երևի մի 10,000 դոլարի չափ վնասվեցի, հաշվի առնելով 1000 ու մի բան։ Եվ դա ոչ միայն վերաբերվում է, խնդիրը ինչու՞մն է կայանում, որ ուրեմն պետական մարմինները նաև անտեղյակ եւ անգրագետ են։ Այսինքն, եթե ես հասկացա այդ երկար քաշքշուկի մեջ, հասկացա, որ հարցերը հետևյալ կերպ են լուծվում։ Եթե ներկրում է ինչ-որ մեկը, որը ունի համապատասխան տանիք, բոլոր օրենքները շրջանցվում են եւ այնտեղ ուրեմն ոչ մի օրենք չի աշխատում։ Եթե աշխատում է, փորձում է գործ անել մեկ հոգի, որը չունի տանիք, օրենքները գումարած դրան պետական պաշտոնատար անձանց անգրագիտությունը, գումարած իրար հետ, կիրառվում են ամենայն խստությամբ եւ ցավալիորեն ոչ ոք դրա համար պատասխանատու չի, կրած տնտեսվարողի կրած վնասի եւ այլնի համար։ Պարոն Կասպարի, մենք արդեն նոր վարչապետ ունենք մի քանի օր է, երեկ իր առաջին Անդրանիկ նիստում նշեց, որ փոքր եւ միջին ձեռնարկություններին ծայրահեղ դեպքերում պետք է անդրադառնալ։ Որևէ պահ կարծում եք, որ հնարավոր է նոր վարչապետը նոր մոտեցումներ դաշտում թելադրի եւ իսկապես դաշտը կարողանա մի փոքր ազատականացնել։ Ճիշտն ասած դժվարանում եմ ասել, այն ինչ որ մտադիր է վարչապետը անի, ամենայն հավանականությամբ իր մոտեցումները կսկսի կիրառել ներքևից վերև եւ ոչ թե, ասենք օրինակ, դժվար թե նա համարձակվի, որ մեծ տնտեսվարողներին, ըստ Սաշիկ Սարգսյանից եւ մյուս մոնոպոլիստներից ուրեմն ինչ որտեղ փորձի ուրեմն նրանց օրինականության դաշտ հրավիրել։ Ես խիստ կասկածում եմ, չեմ հավատում, որ նա կանի։ Նա հնարավոր է ինչ որ ներքին օղակներին, ինչ որ բաներ փորձի պարտադրել, ասենք հարկայինները իրոք ամենաներքևի ուրեմն ըստորին օղակի չինովնիկները կարողա փորձի նրանց ինչ որտեղ բան անել, օրենքի դաշտ բերել, որպեսզի կամայականություններ չդրսևորեն։ Բայց դե նրանք էլ միշտ ադապտացվում են, եթե վերադասները, ուրեմն հարկային մարմինների վերադաս պաշտոնատարները իրանց շահերը ունեն, այսինքն նրանք ապրում են մոնոպոլիստների հովանավորչության ներքո։ Ներքևինները իրանք ոնց որ է, իրանց ադապտացնում են, որ իրանց շահերը չկորեն։ Հետևաբար ես հույս չունեմ, որ ընդհանրապես ինչ-որ բան կփոխվի։ Եվ դուք առաջի անգամ է արդյոք այս էքսպոյին մասնակցում եք, թե ոչ։
2008 թվից առաջ միշտ մասնակցում էի, 2008 թիվը, այսպես ասած, մի հատ մեծ փոս առաջացրեց ինձ համար որպես տնտեսվարողի, որը իմ աշխատանքային ռիթմը ահագին խափանվեց եւ մինչեւ հիմա 2008-ից հետո արդեն առաջին անգամը որ մասնակցում եմ, մի քիչ կարողացա բանանել, վերականգնել։ Նկատի ունեմ ձեր քաղաքական հայացքները եւ ձեր ակտիվությունը որքանով է խանգարում պարոն Կասպարյան։ Եվ խանգարում է եւ օգնում, որովհետեւ ուրեմն ես ասեմ դες խանգարում է ինչ առումով, որ օրինակ ենք ասում, այն հարցը, որը բոլորը լուծում են $50 կաշառելով, ուրեմն ինձ համար դա մի $500 վնաս է իր մեջ պարունակում, որովհետև այդ $50 չեմ տալիս, այդ մարդիկ ուրեմն փորձում են իրանց մուրը հանել, մի $500 չափ ինձ վատություն են անում, վազվզացնում են, բայց ունի նաև իր դրական կողմը, որ որոշ ոլորտներում այդ մարդիկ արդեն հասկանում են, որ չարժի ինձ հետ գլուխ-գլխի դնել, այսպես ասած վերևից ներքև իրար հետ փոխադարձ ինչ-որ չգիտեմ մի կերպ ինքնակարգավորում են, որ այս մեկին գործ չունեք, այսինքն իրանից կաշառ չպահանջեք, ինքը տվողը չի, այսինքն դա ամեն ինչում դրական եւ բացասականը միասին է գալիս, այնպես որ սկզբունքի հարց է երևի այդտեղ, ոչ այնքան տնտեսական էֆեկտի, քան սկզբունքի հարց է։ Ես իհարկե չեմ դադարում շարունակել իմ պայքարը, ամենակարևորը իրական կյանքում եւ ուրեմն իմ աշխատանքում։